Ովքեր են բարձրացնում Ադրբեջանից ներմուծված բենզինի հարցը։ Ադրբեջանական բենզինը ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայաններում կվաճառվի։ Գնեք ադրբեջանական բենզին։ Բնականաբար ոչ։ Ինչու՞։ Ես եմ թշնամանքը կա էլի դեռ։ Գուցե որ գերիներ ունեք, բացված են տարածք։ Ես էլ եմ մասնակից եղել պատերազմին, դրա համար իմ մեջ ավելի շատ է թշնամանքը։ Կարող է ուրիշ մարդիկ հիմիկվանից էլ գնեն էլի համարեն ժամանակն։ Որ պատերազմին եք մասնակից։ 44 օրի։ Ու բացի դրանից էլ թշնամանքը դարերով եկել է։ Կանցնի ժամանակ միգուցեև նորմալ ապրեն իրար հետ, բայց հիմա ոչ։ Այս սիմվոլիկ ժեստից հետո թող մեր հայրենակիցները հույս չունեն, թե էլի 440 դրամով բենզին են գնելու։ Հիմա շոր մի 2 լիտր բենզինի թեմային բաց է, ոնց կլինի, ցորեն է եկել Ղազախստանից Ադրբեջանի տարածքով, չգիտեմ, Ադրբեջանից բենզին են առել, լավ ուրիշ բան ասեմ, Արտուր էս եթիմներին։ Տեսեք, տարիներ շարունակ Ռուսաստանում գոյություն ունի Լուկոյլ ընկերություն, որը որ պատկանում է թուրք Ալիկ Պերովին, ադրբեջանցի, եւ տարիներ շարունակ Ռուսաստանից գնված բենզինը իրականում գնվել է հենց թուրքերից։ Բա Սերժիկը, Մեծությունը, Միշիկը, Քոչյան Ռոբերտը սրա մասին քիչ են խոսում։ Այսինքն Արտուր սրանք ստեղծել են մի իրավիճակ Հայաստանի Հանրապետությունում իրենց մեդիայով, մամուլով, որ Լուիս Քերելի հայտնի ստեղծագործությունը, չէ, Ալիսան ծուր հայների թագավորությունում, երբ հայ ժողովրդին Ալիսայի տեղ են դրել ու այդպես ծուր հայների թագավորությունում են ապրում։ Բայց նեմեց ռուբո, այդ մնացածը, բա խի Սերժին չասիկ, այ լրփի տղա, մենք խի պետք է Արարատը հանենք մեր համազգեստից։ Ինչա թե Գյուլը գալու է ֆուտբոլ նայի, բա մեծ խոսում էի կարա, հիմա էլ եք մեծ փրթում։ Մոռացել եք Արտուր, Թուրքիայի նախագահն եկավ այդ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, Սերժը ոնց էր գնացել դիմավորում։ Տրենկի էին ապարում աերոպորտում։ Մինչ հիմա կադրը կա։ Այսինքն հիմա մենք սրանց ինչ ասենք Արտուր։ Սրանք Արտուր, տեսեք, սրանք այն աստիճանի ոչնչություն են, որ իրանք ինչ ասում են, իրանք իսկ նախկինում արած հայտարարությունները, նաև ապրելակերպը, իրանք ասածով կարանք իրանք պատասխան տանք։ Այսինքն սրանց մենք ինչ ասենք, Հիմա որ Բարսեղյանը օրինակ 44 օրյա պատերազմի ժամանակ ազգային ժողովի արտահերթ նիստերի ժամանակ անվտանգության խորհուրդ ինչի չեն հեննում Բարսեղյանում, ասում մենք փաստորեն 30 տարի էշ էինք, թուրքական ապրանքը ներմուծեցինք, ավելի կարևոր գլոբալ հարցի անդառնանք, տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում պատերազմի ժամանակ բազմիցս նշում էր, որ պատերազմում մենք ի վիճակի չենք հաղթենք, չէ՞։ Այսինքն գնում է դեպի այդպես պարտությանը իրավիճակը ստեղծվել, ինչ էին խոսում դաշնակները, հանրապետականները, Սերժակոչյանական քութիկները, որոնք որ գնացել էին Ստեփանակերտ, զինվորին ասում էին ծախածա հետ եկեք Երևանում է ձեր կռիվը։ Ինչ էին ասում ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Մինչև վերջ կռվելու ենք։ Այդ մինչև վերջ կռվողները Արտուր, անգամ Երևանը չեն անցե այդ օրերին։ Իրանց հայատն են կռվել երևի։ Ու այդ մինչև վերջ կռվելու ենք, սենց անենք, այնց ունենք, սկի իրանց ես որ միշտ կոպիտ եմ արտահայտվում, որ մարդիկ նեղանում են, ասում են, բարերք ես ասում, լավ, այդ ասողի բջերը խի բանակում չեն ծառայել։ Նեմեց ռուբո, այն մյուսը, բա ձեր երեխեքը արա խի բանակում չեն ծառայել, մեծ խոսում էիք, ձեզ Ռեմբոյի տեղն եք դրել։ Առանց Արցախ չեն կարող ապրեն։ Այսինքն Արտուր, տեսեք, այս մաֆիան, այս խուժանապետությունը, որ ստեղծվել էր միայն հայ գյուղացու վերջը տալու համար, հայ ժողովրդի վերջը տալու համար, հասարակ քաղաքացիներին ինչ օրենք ցե։ Հասարակ փող չունեցողը բանակում էր ծառայում, փող չունեցողը տուժում էր, փող չունեցողը ամենատուժվածն էր, իսկ իրանք այդ բուղաները։ Գիշեք, բգները այսքան էր Արտուր։ Մոռացել եք դուք էդի։ Բա այտենց մեծ գողական տղեկ եք, այտենց ուժեղ տղեկ եք դուք, Վովայի Արշակ, Վլադիմիր Գասպարյան, չգիտեմ, Ջաբրայելի արծիվը, այն մեկը։ Բա արա թուրքը խի մտավ, չեմ ուզում ասեմ ձեզի ինչ արեց։ Ձեր շիրիմները թողիկ փախակ Ղարաբաղից։ Այ լրփի տղեկ։ Դուք այդքան ձեզ տղու տղեկ դրե։ Բա տղեն ո՞նց է եկից տարբերվում Արտուր, չէ։ Երբ որ ժամը գալիս է պատերազմի մարտնչելու, երբ որ ընդ մամա, պապա չկա, այն պաշտոնյա քերի, սաշիկ, մաշիկ, չէ, այդ երևույթներն էլ եղանակ չեն փոխում ռազմի դաշտում։ Բա գնայեք պատերազմի դաշտում ձեր որս լինելը ցույց տայք, խի փախակ մտակ ձեր կանգա տրուսիկի ռեզինի մեջ արա։ Հիմա նախար ունենք այն Սեյրան Մուշեղիչը։ Դուք տեսել եք դրան։ Այո։ Այդ երևույթին։ Այսինքն մենք Արտուր մենք գեներալներ ենք ունեցել, տեսանք վերջի դեպքը գեներալների, չէ՞, Սերժի մարտական մեր ընկերը, մնացական Լովան, բաններ։
վերջներ։ Ղազի պես գնաց գերի հանձնվավ։ Այդ պագոններից էլ չամաչեց անգամ։ Ես ասեմ, Արտուր, սրանք եթե ինքնասիրություն, նամուս, թասիբ ունենային, ինքնասպանություններ չէին լինի, ժավել կխմեին, իրենց կյանքին վերջ կտային, որտեղ էլ ուրիշ ինչ ասեմ սրանց։ Սրանք պետք է ժավել խմեն։ Արամ տես մենք հայրենասիրության տարբեր դրվագներ ենք տեսնում, մեկը ասում է պետք չի գնել ադրբեջանական բենզինը, իմ համար օրինակ մեկ է, ես դրան ուշադրություն չեմ դարձնում, օրինակ նույն 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ եթե չեմ սխալվում հոկտեմբերի 15 թե 17-ն էր Արցախից վերադառնում էի, հայրենասերներ էի տեսնում նորագավիթից սկսած, ովքեր մեքենայի այդ բագաժնիկի վրա դրոշը կախած ինչ որ գնում գալիս էին երաժշտություն միա։ Հայրենասիրության դրսևորում էր, ասենք դա բանը։ Ոչ թե գնում էին Արցախը պաշտպանելու կամ ինչ որ օգնություն էին հավաքում, բան մեքենայի բագաժնիկին կապած։ Եվ հիմա հարց այդ հայրենասերներին, օրինակ որ գնում են Վրաստան, հա, Վրաստանի տարածքով անցնում են։ Չէ, Վրաստան հենց վերցնենք Բաթումի գնալուց, որ մտնում են լիցքավորման կետ, այնտեղ ասում են հələ բերեք ձեր փաստաթղթերը, ստուգենք դուք որտեղից եք այս բենզինը ներմուծե, հա, միած ստուգում են, նոր են բանանում, կամ եթե ստեղի տեղական լցակարանից գնում են, էլի փաստաթղթերը ուզում են բանով։ Արտուր, նայեք, մենք բացահայտել ենք 1 տարի առաջ, թե ինչպես է Ռոբերտ Քոչյանը եւ Իլհամ Ալիևը Սուդանում համատեղ ձեռնարկություն են ստեղծել, որը որ բնականաբար արդարությունը վերականգնվեց եւ Սուդանի հեղափոխական իշխանությունը ուղղակի դրանց ձեռից վեկալ է այդ գործարանը, թե Քոչյանի, թե Ալիևի, այսինքն իրանք տեսեք, ովքեր են սրա մասին խոսում, մեծ մասը, չէ, բացի այնտեղ կան մարդիկ, որոնք իրականում ազնիվ մարդիկ են, հայրենասիրական մղումներից շատ ծանր են տանում, նրանց մենք ըմբռնով ենք մոտենում, բայց ովքեր են այս կրակը վառում, այսպես նշեմ, չէ, այս մեդիա դաշտում։ Ռոբերտ Քոչյան, Սերժիկ Սարգսյան, մարդիկ, որոնք որ թուրքերի հետ աղբեր են եղել։ Ռոբերտ Քոչյանը Հեյդարի հորողբոր տղեն է, թուր էթնիկ ադրբեջանցի է, մոռացել եք դա։ Հիմա նրա տղու դեմքին նայեք, այդ հաստունքերով, ում է դա նման։ Արտում այդ վիզուալ նայեք սրա բջերին։ Թուրք են սրանք ադրբեջանցի, իա քավոր է էթնիկ թուրք։ Էթնիկ թուրք։ Ինչի համար են փաստաբան Ռոման Երիցյանը եւ մի քանի արցախցիներ ատելության եւ կեղծ հայրենասիրության քարոզներ անում։ Շրջափակման օրերին արցախցիները բառացիորեն սոված էին մնում, բայց չեն կոտրվել, չեն ընդունել ադրբեջանական օգնությունը, որովհետեւ դա արժանապատվության հարց էր։ Այսօր նույն արժանապատվությունը ոմանք պատրաստ են փոխել խաղաղություն եւ էկոնոմիկա կոչվող սոքարի վառելիքի հետ։ Սա քաղաքականություն չէ, սա արժե համակարգ է։ Արցախահայերը նամուս թասիբ ունեն, ով է ասում, որ ՀՀ-ն է Արցախը պահել։ Այդ Արցախն է ՀՀ-ն պահել ցորենով, ալյուրով, ջրի ռեսուրսներով, ոսկու հանքերով եւ այլով։ Մեկը գրել է Անուշը 100% ճիշտ եք, մենք սոված մնացինք, բայց Թուրքիի օգնությունը չվերցրինք, մենք հայ մնալու համար մեր ամբողջ կյանքը ստեղծած թողինք, մենակ Թուրքիի հետ չապրենք, դրա համար զոհաբերեցին Արցախը, որ Թուրքերի հետ աղբերություն անեն, էլ գրում են դրա համար էլ արցախցիները ամենազտարյուն հայերն են, Գայանե Արտեմյանն է գրել։ Նիկոլի Ժեխերին որտեղից թասիբ փողի համար բալեքին կտան, Թուրքին միայն լապ լինի։ Հիշեցնեմ այս լրբի ծնունդներին մի բան, որ երբ որ այտենց Արցախ ու Հայաստանին բաժանում տարանջատում չէ, ուրեմն լսեք այ քնձռոտ ոչնչություններ, անշնորհակալ վիժվածքներ։ Ուրեմն Արցախը եթե մենք ինչ-որ թուրքերի հետ կարևորենք մեր հարաբերությունները եւ դրան նշանակություն տայինք, Արտուր, մենք մեր հարաբերությունները որպես Հայաստանի Հանրապետություն չէինք խզի թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ եւ 30 տարի հայ զինվորն է այդ Արցախը պահել։ 30 տարի Հայաստանի Հանրապետությունը իր թոշակառուի թոշակը, գիտեք ինչ թոշակ կարող էր տալ, չէ՞, թոշակը չի տվել, նպաստը չի տվել, իր այսպես հայ ժողովրդի այդ գումարները փոխանցել է այս Արցախի այս անշնորհակալ վիժվածքներին, որ սրանք այնտեղ ապրեն։ Ու այսօր որ սենց այս լրբի ծնունդներս այս մեծ խոսում են, այս տականքները, մարդ կա Արտուր, Արցախից եկել է 22 հատ բնակարան է Երևանում գնե։ Ում փողերով։ Ուրեմն լսեք այդ վիժվածքներ, այդ որտես մեծ փրթում եք, դուք սրանք թուրք էլ չեն Արտուր։ Թուրքը գոնե գիտես ադրբեջանցին քեզ թշնամիա, գիտես ամեն ինչի ընդունակ կարա լինի, բայց սրանք ներքին թուրք են Արտուր։ Այս ներքին թուրքին մենք բացահայտելու ենք։ Ու նորից եմ նշում, Քոչյանին այդ կոմենտ գրողներին, ով որ հայ ժողովրդին, ով մեզ կարա նման գնահատական տա, հելը սիկտիր եղեք Ստեփանակերտ։ Գնացեք Ալիև հետ ընդ ապրեք։ Ձեր տեղը էդ է, ոչնչություններ։ Ու մեր նկատմամբ նման անշնորհակալ վերաբերմունք Արտուր 30 տարի այս քութիկների հողն ենք պահել, այդ
մի փոքր հայրենիքի մի մասը մենք ամեն ինչ տվել ենք։ Հայ զինվորա գնացել այնտեղ մարտն չէ, արուն թափ է։ Այս վիժվածքները իրավունք ունեն մեզ նման գնահատական տան, Արտուր, այս անշնորհակալ յեթիմները, այս պղծերը։ Ուրեմն լսեք, արա Շահրաման Սամվելի գլխավորությամբ այս սրբապղծեր։ Սա ես խնդրում եմ մեր արցախցի հայրենակիցները իրաց վրա չվերցնեն, որովհետև սա շատ փոքր այդ Արցախի այդ փոքր տական այդ Ղարաբաղի Ալիևյան կլան, որ ասում եմ այդ Քոչյանի շներին Ալիևի, դրանց նկատի ունեմ, որովհետև Ղարաբաղի Արցախի ժողովուրդը նորմալ թասիբով ժողովուրդ է։ Հայ ժողովրդի հետ տուժող ա եղել 30 տարում, բայց այս մի փոքրիկ այս ոչնչությունները, այս տականքները, այդ մի 200-300 հոգին, այդ 200-300 ընտանիքը sense նշեմ, այդ որ սփղեչի պես գերի հանձնվան։ Ուրեմն սրանք մեզ մեղադրում են Արտուր, փողը տվել ենք, զորքը տվել ենք, ամեն ինչ տվել ենք։ Խի պետությունը լուծարիք այ վիժվածքներ։ Հիմա եկե մեր վրա եք գցում։ Գնացի կարա չոքակ Ադրբեջանցիքի դեմը, Ալիևի դեմը, Եվրախում ինչ տվին ստորագրիկ այ վիժվածքներ։ Հիմա եկես թե բան եք, հայնասեր եք խաղում եւ ատելություն են։ Սրանց տեղը նորից եմ նշում, չեմ ուզում արդեն կհայհոյեմ ես Արտուր, բայց այս ոչնչությունների տեղը պատմության աղբանոցն է։ Այս զիբիլներին ընդհանրապես չեմ ուզում ես անդառնամ, սրանք հայ ժողովրդի հետ, Արցախի ժողովրդի հետ կապ չունեն։ Արցախը կերան, Թալին, Հանձնի, վերջում մենք ենք մեղավոր։ 30 տարի մենք ենք ընդ ծառայ Արտուր։ Էլ անշտարակալ սրբապղծել, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Դրա համար էլ այդ օրն են ընկե դրանք։ Այդ վիժվածքները, այդ ոչնչությունները։ Արամ ջան, տես ինձ այս գրառումը Արցախցի ցույց տվեց ու ասում է Արտուր, ասում է տարիներ շարունակ ասենց խոսողները Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցիքի հետ իրար պաճ-պրոշտի են արել, ջանեն ասը, ջանեն լսել, նստե իրար հետ հաց են կերել, գառ են կերել ու ասում է հիմա խոսում են թե իրանք ամենաբան մաքուր զտարյուն հայերն են ասում է։ Արցախցի է սա ասում, պատկերացնում ես։ Ու ասում մեզի փորձում են իրար դեմ հանել։ Ես քեզ ատեմ, ասում դու ինձ։ Հեսա հենց տոր ինձ Արտուր գրեցին եւս մեր Արցախի հայրենակիցներից, ասում են մենք այդ թուրքերի Քոչյանի շների քութիկների հետ կապ չունենք, ես ողջունում եմ մեր Արցախի իրական ժողովրդին, որոնք որ հայ ժողովրդի հետ նույն հայ ժողովուրդն է եւ մենք ուսուսի տված 44 օրյա պատերազմում մարտը չելենք, մենք չենք մարտնչե, որ այս վիժվածքները գան իմ այլ Հայաստանը հանձնեն, սարքեն պոլիգոն Ռուսաստանի ու Թուրքիայի կամ չգիտեմ Ադրբեջանի կամ Իսրայելի համար։ Ուրեմն հանգիստ վերընկեք տեղն այդ ոչնչություններ։ Դուք ես երկրում անելիք չունեք։ Քոչյանի, Սիրուշոյի, Սերժիկի, Սաշիկի հետ նետելն ենք ձեզ պատմության աղբանոց, ձեր տեղը ընդ է։ Կեթակ Ալիևի հետ ընդ աղբերություն կանեք, ոնց որ 30 տարի արել եք վիժվածքներ։